Չէ, խնձորեսկի տեխնիկաները։ Չէ արա։ Ոչինչ, ինչ որ ուզում ես արել, լավ են, կարող ես գալ։ Եթե կարող ես ներկայացնես ով եք եւ այլն։ Հայկազյան համայնքի ղեկավար Արմեն Չոմոյանս։ Ուրեմն սա մեր գյուղն է, որը բնակեցվել է 1998 թվականից։ Բնակության քանակը այն ժամանակ 60 ընտանիք էր։ Այժմ ռեալ բնակվում են 9, բայց կան 16 ընտանիք։ Ուրեմն գյուղում ապրելու պայմանները շատ վատն են, շատ վատ է։ Մարդիկ չունեն տարրական ապրելամիջոցները, տարրական չունեն, օսանք չունեն, բնակելի սենյակներ, ապրում են օժանդակ շինություններում մարդիկ։ Մեր գյուղը բնության տեսակետից շատ հարուստ է, դրախտավայր է, բայց ամեն մի ոք չի կարող երկար ապրել դրախտավայրում, երբ որ չունի տարրական պայմաններ ապրելու։ Այսինքն կգա մի պահ, երբ որ գյուղը կդատարկվի, եթե չլինի մարդկանց օժանդակ օգնությունը, եթե մարդկանց ձեռքը չբռնի կառավարությունը։ Այսօր ուզում ես մի հատ անջատի տալու։ Բացատրես ճանապարհի վրա ինչ կա, ինչ չկա։ Այժմ մենք կգնանք մեր գյուղի բնակիչներից, դպրոցի մանկավարժներից մեկի տանը։ Տվյալ տեխնիկաները, որը գտնվում են մեր այաթում, սա Սյունիքի մարզից ստիպված բերել ենք, որպեսզի կարողանանք մի քանի հողակտորներ մշակել, որպեսզի ժողովրդի գոյությունը պաշտպանի։ Գյուղը չունի ոչ մի տեխնիկա, գյուղը ոչինչ չունի։ Մեր գյուղը աղքատ է գյուղատնտեսական տեխնիկաներից։ Ունենք բազմազավակ ընտանիք, որը 11 երեխա ունի։ Համբարյան Պարքևի ընտանիքը 11 երեխա ունեն, բայց ոչ մի աշխատատեղ մարդիկ չունեն։ Տվյալ ձմեռն էլ հարստություն է մեր ժողովրդի համար, այս ձյունը միշտ առատություն է բերում, սա էլ հազվադեպ երևույթ է, որտեղ մեր գյուղը չի լինում, ձմեռ չի լինում մեր գյուղում։ Նման բաներ, եթե ինչ-որ հարցեր կան, խնդրեմ։ Այս ժողովուրդը ինչպես կտակացնեն իրենց տուները, ինչ վարելիք կա այստեղ կամ։ Ուրեմն ժողովրդի տների ջեռուցման պայմանը միակը դա փայտն է, վառելափայտը։ Մարդիկ իրանց հայատներից կամ մեր Որոտան գետի առափնյա տարածքներից փայտ են կտրում եւ իրանց տները տաքացնում են, ջեռուցում են տները։ Եվ ասում ես, որ աշխատանքի դեղ չկա, բայց ժողովուրդը ինչպես իրենց քոյությունը պահում են, ինչպես պահպանում են քոյությունը։ Ուրեմն որ ասեն իրենք իրենց գոյությունը պահպանում են, դա մի քիչ չափազանց կլինի։ Ունենք միջնակայք դպրոց, Հայկաց Խաչատրյան անվան միջնակայք դպրոցը, որը որոշակի աշխատատեղեր է տալիս մեր ժողովրդին, բայց հիմնական միջոցը դա հողագործությունն է, որ մարդիկ մշակում եւ վաճառում իրենց գոյությունը պաշտպանում են։ Հիմնական միջոցը հողագործությունն է ժողովրդի։ Հիմա պատմեմ, այսինչ կա այստեղ։ Ուրեմն սա Որոտան գետն է, Հայաստանի ամենաարագահոս գետն է։ Կողքի փոքրիկ լճակը մենք գյուղի ուժերով կառուցել ենք, որպեսզի կարողանանք ձուկ աճեցնել, բայց առայժմ կիսատ է։ Չենք ֆինանսապես դեռ վիճակի չենք ավարտելու։ Եվ ինչ պետք է այս ավարտելու համար։ Ֆինանսապես եւ աշխատանքը։ Ուրեմն աշխատանքը որպես աշխատաուժ մեզ մարդ պետք չի, գյուղում կան աշխատաուժեր, բայց ֆինանսապես մի քիչ կարիք ունենք, որպեսզի լճի ջրի մուտքը եւ ելքը ապահովենք, որ ձուկը չփախնի։ Եվ այն հետո ձկան դրանց ոնց են ասում, փոքրիկ ձկնիկները, որ իրա սկսենք բազմացնելը։ հա, եւ ֆինանս որ ասում ես, ինչքան ֆինանս քու կարծիքովդ։ Դա մոտավորապես 1 միլիոնի կարգի ֆինանս է, դա ասել $3000 մոտավորապես։ Հա, համարյա այդքան ֆինանս է, մենք երկու այդքան ծախսել ենք, բայց հիմա արդեն ի վիճակի չենք դիտել ծախելու, որոնց լճի վրա կան նաև վայրի բադեր, կան նուտրա, հիմա եթե ուզում եք կարաք նկարեք, մի քիչ մոտենանք նկարեք։ Մեր գյուղի ժողովուրդը կատակով այս լիճը անվանում են Կարապի լիճ։ Հա։ Դա կատակով, որ հավատ չունեն, որ մի օր կգործի լիճը, բայց հույսերը մեծ են։ Վայրի բադերն են լճի վրա։
այն ճյուղի վրա նուտրաներ են նստած։ Ո՞ղ։ Որ մոտիկ ասնեք, Հա։ երևացին։ Չէ, մի րոպե։ Որ Այս մեջտեղը որ կա, հա։ այն նստածները նուտրաներ են։ Հա։ Հա։ Հա, տեսա։ Սիրուն վիճակ, բայց շատ արտակարգ կդառնա, երբ որ ավարտենք։ Այս պլատինան մենք ենք կառուցել։ Հա։ Կողքերը բոլոր մենք ենք կառուցել։ Լավ է։ Հեսա կհելնի ճյուղի վրա։ Մտավ հետևը։ Ահա։ Այդտեղ բարձրացավ վրան։ Քայլեք, քայլեք։